Ողջույն, եթերում Կիրակին է, ես Սարգիս Հարությունյանն եմ։ Այս ապրիլին կայացած Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո հայ-ռուսական հարաբերությունները, այսպես ասենք, ընդհանուր առմամբ կարծես խաղաղ էին, սակայն հայաստանյան խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ այդ հարաբերությունները սկսեցին լարվել, ընդ որում սրընթաց կերպով լարվել։ Ռուսաստանը սկսեց մեզ համար աննախադեպ տնտեսական պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ, տնտեսական պատերազմ է սկսել Հայաստանի դեմ։ Փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում։ Հյուրընկալել ենք գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանին։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Պարոն Գրիգորյան, դուք մի քանի տարի շարունակ եղել եք Ռուսաստանում Հայաստանի արտակարգ դեսպանորդը, լիազոր նախարար, զուգահեռաբար եղել եք ՀԱՊԿ-ում Հայաստանի լիազոր ներկայացուցիչ, հասկանում եք Ռուսաստանում ինչպես են մտածում, ինչու են այդպես մտածում, այժմ ռուսները ինչ են ուզում մեզնից։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար, հարգելի Սարգիս։ Ես գիտեք ինչ ուզում ասել, պարզա 90-ական թվերին, երբ որ ես աշխատում էի Ռուսաստանում, էականորեն այլ երկիր էր։ Ոչ միայն այն պատճառով, որ Ելցինը նախագահ էր, դա շատ կարևոր մեծ տարբերություն է Պուտինի եւ Ելցինի միջև, բացի դրանից ինքը Պուտինը շատ ու շատ ուժեղ փոխեց իր քաղաքականությունը այս այլ Պուտիներ այն ժամանակ։ Ես կասեի այդպես, այլ Պուտիններ։ Այս 26 տարվա, 27 տարվա։ 27 տարվա։ Այո։ Ուրեմն էական փոփոխություն կատարվեց, այս պետության մոտեցումները, էությունը եւ այլն փոխվեց։ Ռուսաստանը իրոք դարձավ երկիր, որը կոշտ ավտորիտար երկիր է, այդ մեղմ ասած։ Ուրեմն շատ բան փոխվեց։ Ես հիշում եմ 90-ական թվերին ես հանդիպել եմ տարբեր քաղաքական ուժերին, տարբեր ֆրակցիայի ներկայացուցիչներին, Պետդումայում, այնտեղ ֆրակցիաներ կային, հիշում եք Սայուզ Պրավых Սիլ, այո, Նեմցովի, Յավլոկա, նույնիսկ Նայշ Դոմ Ռոսիի, որը Չեռնոմիլյանը գլխավորում էր, այնտեղ ազատ մտածող ֆրակցիայի կեսը ազատ մտածող Ռուսաստանի վարչապետ Չեռնոմիրձին, այո, հիշեցնենք մեր ունկնդիրներին։ Ինչ եմ ուզում ասել, այլ մթնոլորտ էլ ակտիվ մարդիկ լիքը կային, հիմա այդ ակտիվ մարդիկ կամ փախած են, կամ բանտերում են, կամ բոլորս գիտենք, ուրեմն էական նորեն փոխվեց, բայց այնուամենայնիվ կարելի է կրահել, հասկանալ այս նոր պուտինյան կամ այս ժամանակվա պուտինյան քաղաքականությունը։ Ի վերջո իրանք վերադարձան այս կայսերական քաղաքականության։ Իրանք նայում են հետխորհրդային տարածքին որպես իրանց ազդեցության գոտի ու ինչքան էլ չեն թուլանում ամբիցիաները չեն պակասում, օրինակ եմ ասում մի ասպեկտ, պատերազմ, ասենք Ուկրաինայի ժողովրդի դեմ, միջ այդ Վրաստանի դեմ ցույց է տալիս, որ Պուտինը իր թիմը իրոք ես կասեի այդպես անմիտ քաղաքականություն են վարում։ Ես այդ ինձ թույլ եմ տալիս դա ասել, քանի որ ես կասեի այդպես թշնամացնել ռուս ժողովրդի նկատմամբ, ասենք Ուկրաինայի վրաց ժողովուրդներին, այլ ժողովուրդներին, դա իրոք անիմաստ անխելք քաղաքական։ Բայց պարոն Գրիգորյան, Պուտինը չի թաքցնում, ասում է, այս տարածքը այդ խորհրդային տարածքը ես դիտում եմ իմ ազդեցության գոտի, կարճ ասած իմ գաղութներն են, եւ ես ուզում եմ վերականգնել կայսրությունը, ինչպես բա վերականգնի։ Ճիշտ է, շատ լավ հարցադրում է, հարց է փայլուն։ Ես էլ ասում եմ Ռուսաստան, դու դրա համար հնարավորություն ունես, օրինակ դու ունես հետագրկիր ծրագրեր, տնտեսական, չգիտեմ, քաղաքական, շատ հետաքրքիր ծրագիր ունի։ Ինչ ծրագիր ունեք, որ շահագրգռեք Ուկրաինան, քանի որ աշխարհը բազմաշերտ է, բազմաբևեր է, աշխարհում կա Եվրոպան, կա Միացյալ Նահանգներ, Չինաստան կա, որը լիքը բան կարող է առաջարկել ցանկացած երկրի։ Դե ռուսները ասում են կներեք, մենք նման տեխնոլոգիաներ չունենք, մենք ունենք գազ, ունենք նավթ, եւ եթե դա ձեզ ձեռք չի տալիս, մենք ձեր դեմ պատերազմ կսկսենք։ Այդ շանտաժը կամ ուղղակի պատերազմը Ուկրաինայի դեմ դուք տեսնում եք արդյունքները։ Չկարողացավ, չէ, Ռուսաստանը մեկ շաբաթում մի ամսում գրավել, 5-րդ տարին է գնում, ուրեմն ես կասեի այդպես,
ամբիցիաները Պուտինի թիմի չեն համապատասխանում հնարավորություններին, դա է պատճառը, որ այս ձևի ճգնաժամի մեջ է։ Վերադառնանք Հայաստան, հարաբերությունները բոլորը նկատեցին, որ սկսեցին լարվել խորհրդարանական ընտրությունների օրվանից, հա, օրեր առաջ կարելի է ասել, մինչ այդ ապրիլին, ինչպես ասացի, եղավ Փաշինյան-Պուտին հանդիպում, այսպիսի հայտարարություններ, գործողություններ Մոսկվայի կողմից չկային, մեկ էլ երբ մոտեցանք խորհրդարանական հունիսի 7-ին, հարաբերությունները սկսեցին այսպես շատ արագ լարվել։ Ինչ եք մտածում, պատճառը ինչն էր։ Պատճառները ծնվեցին մի քիչ ավելի շուտ։ Երբ ծնվեցին պատճառները, երբ որ Ռուսաստանը 2020 թվականին չարձագանքեց պատերազմին, չաջակցեց մեզ, քանի որ դաշնակիցն է, ես չեմ ասում մտնել պատերազմի մեջ, նույնիսկ քաղաքական աջակցություն չտվեց։ Հիշում եք պատերազմի զինադադարից անմիջապես հետո Պուտինը հայտարարեց, որ Ղարաբաղը դա Ադրբեջանի բաժանելի մասն է, մինչդեռ Ռուսաստանը մնում էր Մինսկի խմբի անդամ, իրավունք չուներ այս ձևի բան ասել, այդ դեպքում միջնորդ մի եղի։ Երկրորդը 2023 թվականին 2020-ները ուղղակի անթույլատրելի իրանց պահեցին ռուս խաղաղապահները Ղարաբաղի հարցով, ու եթե ամփոփ նայես այս Պարզ է, որ գործող իշխանությունները Հայաստանի պետք է սկսեին, ես կասեի այդպես, բազմավեվեր քաղաքականության գնային, այդ տերմինը չի սիրում իշխանությունը, բալանսավորված քաղաքականության գնային։ Ու գնացին, ու այդ պայից սկսվեց Ռուսաստանի դժգոհությունը մեզանից։ Բայց մեր խորհրդարանական ընտրություններից անմիջապես առաջ ինչու սկսեցին լարվել այդ հարաբերությունները, այս երկու հանգամանքները խորհրդարանական ընտրություններ, հարաբերություններում լարվածության ի հայտ գալ ինչպես են կապվում իրար։ Ես համաձայն եմ այդ զուգահեռ անցկացնելը շատ ճիշտ է, ես կարծում եմ դրա հետ էլ կապված, որ Պուտինը ուզում էր կոպիտ ասած ազատվել այսօրվա իշխանություններից Հայաստանի։ Ազատվել, ասենք ընտրությունը գալիս է, իրանք հիշում եք Պուտինը ապրիլի 1-ին ասեց Նիկոլ Փաշինյանին, թույլ տվեք, որ մեր քաղաքացիները կարողանան մասնակցել ռուսամետ ուժերը կարողանան, ու շատ կարևոր է ասեց Ռուսաստանի քաղաքացիները, ովքեր բանտում են, թողեք, որ մասնակցեն, մինչդեռ գիտեք, մեր սահմանադրության համաձայն իրավունք չունեն մասնակցելու։ Ուրիշ բան է, եթե քաղաքացի է Հայաստանի ու չունի այլ քաղաքացիություն, իրավունք ունի, բայց մարդիկ, ովքեր ունեն այլ քաղաքացիություն, իրավունք չունեն ընտրվելու։ Ընտրել իրավունք ունեն։ Միտքս ինչու՞մ է, պատկերացնում եք ամենաբարձր մակարդակով Պուտինը խնդրում է այն, ինչ հակասում է մեր սահմանադրության։ Բայց ես ուզում եմ ասել, այդ զրույցը Նիկոլ Փաշինյան-Պուտին Կրեմլում ցույց տվեց խորությունը այդ տարաձայնությունների։ Քանի որ միջ այդ 3-4 տարվա մեջ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը բազմավեհ քաղաքականության գնալ, հայ-ադրբեջանական երկկողմ բանակցություններ, այդ ամեն ինչը դժգոհություն էր Ռուսաստանում առաջացնում, ու հիշում եք օրենք ընդունվեց, որ մենք գնում ենք Եվրոյի ինտեգրացիայի։ Թրիփի ծրագիրը։ Հիմա գումարեք այդ բոլոր քայլերը Հայաստանի ավելի անկախ, ավելի սուվերեն, բարձա դժգոհությունը այդքան աճեց, որ Ռուսաստանը որոշեց առաջինը ասել Նիկոլ Փաշինյանի հետ դժգոհության մասին ապրիլի 1-ին այս տարվա ու հետո սկսել գործել։ Պարոն Գրիգորյան, Ռուսաստանի նման սուր արձագանքները, նման քայլերը արդյոք չեն խոսում այն մասին, որ մի շարք կարևոր հարցերի վերաբերյալ Հայաստանի կառավարությունում այլևս կան որոշումներ, ռուսները գիտեն այդ մասին եւ նման կերպ են արձագանքում, ինչ նկատի ունի, օրինակ հայկական երկաթգծի վերաբերյալ կամ Մեղրիի հատվածում երկաթգծի վերաբերյալ, որ առնվազն չեն տալու ռուսներին, գուցե երկաթգիծը վերցնեն ռուսների ձեռքից, կամ հայկական նոր ատոմակայանի կառուցումը չեն վստահելու ռուսներին այլևս դա պարզ է որոշում կայացված է եւ ռուսները գիտեն այդ մասին եւ այս մի շարք այլ կարևոր հարցերի հետ կապված Հայաստանի կառավարությունը արդեն ունի որոշում, չի հանրայնացրել, բայց ռուսները գիտեն եւ նման կերպ արձագանքում են, որովհետեւ հավատացեք Հայաստանը չի պատրաստվում առաջիկայում դառնալ Եվրամիության անդամ, այդ մեղադրանքը սին է, բոլորս հասկանում ենք։ Ես սկզբանե ուզում եմ մեկ կարևոր միտք ասել։ Ռուսաստանը, Պուտինյան Ռուսաստանի մասին է խոսքը, ժողովրդի մասին չի խոսքը, ժողովրդի հետ հայ ժողովուրդը հարց չունի, ռուսները ստեղ ապրում են, շատ լավ որ ապրում են, թող գան Ռուսաստանի քաղաքացիներ, փայլուն զգում են իրանց Հայաստանում, խոսքը գնում է Պուտինի մասին, իր թիմի մասին։ Ինքը պետք է պատժվի։ Պուտինը զրկեց հայ ժողովրդին իր պատմական մի մասից։
Տեսակ, ես հարգում եմ այլ երկրների տարածքային ամբողջականությունը, ես ասեցի, պատմական մեր մի մասը մենք զրկվեցինք Պուտինի պատճառով։ То есть Պուտինը որոշեց Ղարաբաղը նվիրել Ադրբեջանին։ Հիմա դրա դիմացին չտասավ, ես չեմ ուզում քննարկել։ Ու եթե մենք չպատժեինք, չսկսեինք հեռանալ Ռուսաստանից, դա ուրեմն պատիվ չունեցող դու կառավարություն ես, բայց ձեր ժողովուրդ ես, կներեք։ Բայց ձեր քննադատները կասեն, պարոն Գրիգորյան, Հայաստանը փոքր երկիր է, Հայաստանը չի կարող պատժել Ռուսաստանին, դեռ ավելին կտա մի առիթ պատճառ Ռուսաստանին եւս քայլ անելու, մեկ քայլ անելու Հայաստանի դեմ։ Այո, վախացնում են, ընտրաշավի ժամանակ վախացնում են, ասում են, հեսա կտեսնեք ինչա լինելու։ Հիշում եք, նույնիսկ ասում ենք մալը не покажется։ Մալը показалось։ Կներեք ինձ, նորմալ ընտրությունները անցան, վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը, ինչ արեց Ռուսաստանը։ Ու շարունակում է գործող կառավարությունը ավելի անկախ, ավելի սուվերեն քաղաքականություն։ Ու ամենակարևորը, գիտեք, ինչ ցույց տվեց աշխարհը, որ եթե դու ինքնուրույն ես, դու պետք ես։ Տեսակ ես ոնց է մենք այդքան կարևոր դարձանք, որ Պակիստանի վարչապետը շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին, Դոնալդ Թրամփը շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին, ամբողջ աշխարհը գրեթե շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին։ Ինչու՞ մա գործը։ Այս այդքան կարևոր ընտրություններ էին, այո, կարևոր է, քանի որ դու դարձար սուվերեն, ավելի սուվերեն։ Ես կասեմ այդպես, ես ավելին ձեզ ասեմ, Նիկոլ Փաշինյանը հիմա էլ ասում է, եթե Պուտինը հրավիրի, ես կգնամ Մոսկվա։ Դες Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հետաքրքիր է, ինքը չի ուզում կտրել հարաբերություններ Ռուսաստանի հետ, բայց Ռուսաստանը զգուշացնում է բռնած գիծը ինքը կշարունակի։ Վերադառնանք իմ հարցին, արդյոք Ռուսաստանի նման քայլերը վկայում են, որ այդ իմ հիշատակած կարևոր հարցերի վերաբերյալ Հայաստանի կառավարությունը արդեն ունի որոշումներ եւ ռուսները արձագանքում են։ Դա շատ ճիշտ է, հարցադրում է։ Այո, Ռուսաստանում գիտեն, որ մեր կառավարությունը առանց Ռուսաստանի երկաթգծերի մի քանի հատված կվերականգնի, գիտեք ինչի համար, որ երբ որ Թուրքիան բացի սահմանը, որ երկաթգիծը Գյումրի կարս աշխատի, երբ որ ապաշրջապակման գործընթաց գնա այդ ձեր ասած Դոնալդ Թրամփի ծրագրի հետ Թրիփի ծրագրով, այո, մեղրիով ավտոմատ այդ օրդուբատ, երասխ այդ հատվածն էլ կարող է բացվել, ուրեմն երասխից այն 2 կիլոմետրը դեպի Ադրբեջանի Նախիջևանը դու պետք է վերականգնես։ Հիմա տենդեր է հայտարարված։ Դες չսպասելով նույնիսկ Ռուսաստանի կոնցեսիայի համաձայնությունը, մերոնք անում են միակողմանի քայլեր։ Ու դուք ճիշտ եք, բարձա դա դժգոհություն է առաջացնում Ռուսաստանում։ Ես ավելին ձեզ ասեմ, Ռուսաստանում ինչ է դժգոհություն առաջացնում։ Ինչի են հայերը լավ ապրում։ Ինչ են լավ ապրում, ասեմ ձեզ բաց են ասում են ինչ-որ բան, լավ ծաղկում է Հայաստանը, բան, վերագրում են ԵԱՏՄ-ին ու ասում են, ԵԱՏՄ-ի շնորհիվ արի պատժեք։ Ուրեմն ես քաղաքական իմաստով ուզում եմ ասել, Ռուսաստանը պետք է պատժվի, Պուտինյան Ռուսաստանը, որ մեզ դավաճանեցին, Ղարաբաղի հայերին անտեր թողեցին ու Ռուսաստանի հետ նոր հարաբերություններ պետք է հաստատվեն, նոր, ես կասեի այդպես հարթակներում, բայց ոչ դաշնակցային։ Պարոն Գրիգորյան, այն որ Ռուսաստանը տնտեսական դաշտում է փորձում մեզ վրա ճնշում գործադրել, հայկական ապրանքների վրա, այսպես հայկական ապրանքները արգելում է ռուսական շուկա, դեռ ավելին ասում է չեմ թողնի, որ իմ տարածքով ենթադրենք այդ ապրանքը գնա Բելարուս կամ Ղազախստան կամ Ղրղզստան, ԵԱՏՄ, այլ երկրներ, արդյոք սա նշանակում է, որ անվտանգային ոլորտում, քաղաքական ոլորտում Ռուսաստանը էապես կամ ամբողջովին կորցրել է իր ազդեցությունը Հայաստանի նկատմամբ, այդ կապերը մոտեցել են հայ-ռուսական զրոյին եւ Ռուսաստանին այլ բան չի մնում, քան գործի դնել տնտեսական լծակներ։ Նայեք, այսօր մեր ռազմատեխնիկական ոլորտի համագործակցությունը աշխարհի հետ 90%-ով ընկնում է ոչ Ռուսաստանի վրա, միայն 10%-ը մնաց Ռուսաստանի հետ։ Դες մենք աշխատում ենք Ֆրանսիա, Հնդկաստան, այլ երկրների հետ, չեմ ուզում հիմա ասել, մի շարք այլ երկրների հետ աշխատում ենք, այդ ես գիտեմ, ուրեմն նայեք, դիվերսիֆիկացիա կատարվեց։ Պարզը ռազմական ոլորտում մենք հիմա անկախ ենք ու այդ ռազմական տեխնիկա, որը ձեռք բերվեց մեր կառավարությունը վերջի ժամանակներս, բավական տպավորիչ էր, հիշում եք այդ շքերթը Երևանում մայիսի 28-ին։ Բացի դրանից էներգետիկայի ոլորտում փոփոխություն կատարվեց։ Այն բանը, որ այսօր
արևային էներգետիկան մեզ տալիս է մեր պահանջված 18% էլեկտրականություն, դա լրջագույն բան է, 2% էր, 8 տարի առաջ 2-3% էր, հիմա հասավ 18-19%, միտքս ինչու՞մ է, մենք քայլ առ քայլ տարբեր ոլորտներում անկախ ենք դարձել, բայց ճիշտ եք, թույլ կողմը մեր արևտուրն է, շուկան է ռուսական, էդ էլ քանի որ Ռուսաստանը կտրուկ քայլ է անում, կտրուկ լուծումներ հիմա տալիս է կառավարությունը։ Կամաց շուկաները կբացվեն առաջերտին Եվրոմիության, գիտեք, իրանց մոտ հատուկ ծրագիր կա, հատուկ ծրագիր, որը կիրառվել է Վրաստանի դեպքում եւ Մոլդովայի։ Եվ Ուկրաինայի դեպքում։ Ուկրաինայի պարզ է, այնտեղ մեծ պատերազմ է, լայնամասշտաբ աջակցություն է համաձայն եմ ձեզ հետ։ Բայց Մոլդովայի, Վրաստանի դեպքում աշխատել է դա, հիմա չեմ հիշում անունը այդ ծրագրի, բայց հենց առևտրի հետ կապված շտաբ առևտրի ոլորտում բացել շուկաներ։ Պարզ է այն ապրանքների, որոնք մոտ են ստանդարտների։ Նույնիսկ եթե չեն համընկնում ստանդարտների, բայց մոտ են։ Օրինակ մեր կոնյակը կամ գինիները պարզ է, որակը մոտ է եվրոպական։ Իրանք այս ծրագրերի շրջանակներում բացում են շուկաները, ժամանակավորապես բացում են միջև ամբողջությամբ դու ստանդարտներին կհամապատասխան։ Ինձ հավատացեք, Հայաստանը այդքան մեծ երկիր չի ու մեր արտադրած ապրանքը այդքան մեծ ծավալի չի, որ Եվրոմիությունը չկարողանա մեզ օգնել շատ կարճ ժամկետում։ Իմիջիալ ծաղիկների հետ կապված ծաղիկների շուկան Հոլանդիայի, Լատվիայի բացվեց, ինձ հավատացեք, այդ հերիք է, որ մեր ծաղիկը ինչ եմ ուզում ասել, դա ցույց է տալիս, որ հիմա կառավարությունը օպերատիվ պետք է գործի եւ վերջ։ Այնուամենայնիվ դուք կարծում եք, որ քանի որ խոսում ենք տնտեսական քայլերից Ռուսաստանի կողմից ձեռնարկվող անվտանգային ոլորտում, ռազմական ոլորտում Ռուսաստանը այլևս կորցրել է ազդեցությունը Հայաստանի նկատմամբ, մեր կապերը գրեթե մոտեցել են 0-ին։ Այո, բայց պետք է զգուշացնել մեր քաղաքացիներին, դա շատ կարևոր ինֆորմացիա է։ Մեր տրված փողի դիմաց հիշում եք 400 միլիոներ, հետո մի քիչ ինչ որ բան վերադարձրեց մեզ Ռուսաստանը պարտքից, մնաց հիմա 200 միլիոն դոլար։ 200 միլիոն դոլարի պարտք ունի Ռուսաստանը ռազմատեխնիկական ոլորտում։ Շատերը չգիտեն, որ Ռուսաստանը չի ուզում մեզ զենք զինամթերք տալ, նույնիսկ այն փողի դիմաց, որը վաղուց է մենք փոխանցել ենք։ Դա ինչ է նշանակում։ Իրանք ուզում են մեզ թույլաtsնել։ Ուրեմն ժողովուրդը պետք է դա իմանա։ Ուրեմն կրճատումը համագործակցության ռազմական ոլորտում Ռուսաստանի հետ գալիս է առաջերտին Ռուսաստանից, բայց մեր կառավարությունը ցույց տվեց, որ այլ ընտրանքներ կան, ու մի գաղտնիք էլ բացեմ, նու կան բաներ, որ պետք չի խոսել, բայց մի ակնարկ ձեզ անեմ։ Մարդիկ չեն մտածում շատ կարևոր բանի։ Լավ, բերեցին ֆրանսիական զենք զինամթերք, բերեցին Հնդկաստանի, որ ճանապարհներով են բերել։ Որ ճանապարհներով Եվ որ ճանապարհներով են, դա Վրաստան, Իրան, հավանաբար։ Ոչ միայն Վրաստան, Իրան, բայց չեմ ասի որտեղ։ Դե մենք այլ ճանապարհ չունենք, մնաց Թուրքիան կամ Ադրբեջանը։ Եթե մի քիչ երևակայությունը բացեք, կհասկանաք։ Դուք ակնարկում եք Թուրքիայի։ Այո, ակնարկում եմ ու ձեզ պետք է ասեմ, որ երբ որ դու բազմավեկտոր քաղաքականություն ես վարում, երբ որ բալանսավորում ես հարաբերությունները, նույնիսկ առաջ են գալիս այն երկրները, որոնք նախկինում չէին ուզում քեզ հետ ոչ թե խոսել, թշնամական էին։ Հիմա իրենք ասում են Հայաստանը բոլորը հետ աշխատում են, ինչի ես իմ օգուտը չունենամ։ Չէ, դա շատ կարևոր է։ Դուք հիշում եք, որ նոր սկսվեց Ֆրանսիայի հետ համագործակցությունը, մի լուրջ խնդիր են ոնց հասցնեն այդ ֆրանսիական, հիշում եք, BTR-ները։ Այո, Վրաստանում նկարանվեցին։ Անվեցին ու այնտեղ ժամանակ Ֆրանսիան ճնշում գործադրեց, որ Վրաստանը համաձայնվեց։ Հիմա ճնշում չկա։ Բոլորը մեզ բաներ առաջարկում են։ Չէ, այդ փակագծերը մի քիչ ակնարկով, մի քիչ ոչ մենք աշխատում ենք օրինակ ռազմական ոլորտում մեկ մուսուլմանական երկրի հետ։ Չեմ ուզում ասեմ որն է։ Հիմա կրահեք։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ եթե դու բազմավեկտոր քաղաքականություն, Նիկոլ Փաշինյանն ասում է բալանսավորվող քաղաքականություն, ավտոմատ դռները բացվում են։ Պարոն Գրիգորյան, ինչ կարելի է սպասել ռուսներից, դուք ինչ եք սպասում, առաջիկայում ինչ զարգացումներ կարող են տեղի ունենալ։ Գիտեք, մի կողմից մտածում ես կարող է մի քիչ ավելի ճկուն լինեն,
շնորհավորեն Նիկոլ Փաշինյանին, ի վերջո ընդունեն, բայց մյուս կողմից փորձը ցույց է տալիս, որ դեստրուկտիվ մասը Ռուսաստանի թիմում, Պուտինի թիմում դեստրուկտիվ, ագրեսիվ մասը շատ ուժեղ է։ То есть մաս, որ ասում է, չէ, իրանք սխալ են անում, պետք է պատժենք, սրանք սխալ են անում, պետք է պատժենք։ Չի բացառվում, որ այդ առաջ կգա ու ուժ կվերցնի այս Պուտինի թիմում հենց այն մասը, որը կասի պետք է պատժել Հայաստանին ու կգնան այն ճանապարհով, որ լեգիտիմությունը չեն ճանաչի գործող կառավարությանը ու կփորձեն սանկցիաները ուժեղացնել, ինչ որ այս դեպի դեստրուկտիվ քայլեր։ Բան չի ստացվի, դա ուզում եմ զգուշացնել, դա է պատճառը, որ ես Ռուսաստանին ինչ եմ առաջարկում, այս մեր զրույցի միջոցով։ Առաջարկում եմ խելքը մի քիչ հավաքել ու ուղղակի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին ու նորմալ Նիկոլ Փաշինյանը իրենց հետ կաշխատի։ Եվրոինտեգրացիայի չի շեղվի, Թրամփ ծրագիրը Նիկոլ Փաշինյանը արագ կիրականացնի, բայց Ռուսաստանը տեղ կունենա։ Դա մոտավորապես 5-ից 10% տեղ կունենա Հայաստանում, այդ նորմալ է դա, բայց եթե չանի կզրոյանա Ռուսաստանի տեղը Հայաստանում։ Պարոն Գրիգորյան, շնորհակալություն հարցազրույցի համար։ Եթերում Կիրակին էր, ես Սարգիս Հարությունյանն եմ, կհանդիպենք։